Բարի երեկո, սիրելի հայր ջան, ընկերներ ջան, ես այսօր մի փոքր ձեր հետ կկիսվեմ իմ վերլուծությունների կախված 2015 թվականից 14 թվականից առայժմ այսօր միայն մինչև 2016 թվականի քարոզիա պատերազմը եւ հետո կշարունակեմ նաեւ թե ինչ եմ կարծում ինչպես եղավ 2020 թվականին ուրիշների նման չնայած բանակի հետ լինելով երկար տարիներ ես ինձ երբեք չեմ հռչակել ռազմական փորձագետ կամ որևէ փորձագետ ես ուղղակի որպես հայ մարդ իմ աչքով տեսածի իմ ականջով լսածի եւ շատ փաստերի վրա հիմնված քանի որ գործի բերումով շփվել եմ բավականին շատ ահռելի քանակի զինվորականների, զինվորից սկսած մինչև գեներալներ ներկա եմ եղել շատ դեպքերի ժամանակ եւ այս ամենը ինչ ես կասեմ, սա իմ վերլուծությունն է։ Կխնդրեմ հասկանալով մոտենալ, ես այն տեսակից չեմ, որ կարծում եմ, որ ես անսխալական եմ, սա նորից եմ ասում, իմ կարծիքն է եւ իմ վերլուծությունները եւ ինչպես ցանկացած մարդ կարող եմ որոշ հարցերում նաև սխալվել, եթե ոչ ամբողջությամբ, քանի որ մարդը անսխալական չի։ Ուրեմն 2016 թվականի ապրիլի 1 գիշերը թշնամին ուրեմն ինչ որ փաստեր, որ ես կասեմ, որոշ մարդկանց համար նորություն կլինի, բայց քանի որ այդ ամենի բոլորը չեն զոհվել, բոլորը չեն մահացել, բավականին շատ վկաներ կան եւ այս ամեն ինչը իրականում չգիտեմ, ինչ աստիճանի են մարդկանց վախեցրել, որ շատ դեպքերում նույնիսկ վախենում են այդ մասին խոսել։ Մինչև 2016 թիվը 2015 թվականին 2014-ի օգոստոսից սկսած, երբ որ իրավիճակը սկսեց լարվել սահմաններում իսկ 2015-ին արդեն ինտենսիվ իմ նկարագրությամբ եւ շատ զինվորականների նկարագրությամբ գիշերային պատերազմ էր տեղի ունենում։ Սկզբից սովորական դրամաչափի զենքերով սկսեցին, հետո գնալով դրամաչափը մեծացավ, հետո անցան ուրեմն նռնականետների, հետո անցան արդեն բարձր մեծ կալիբրի մինամյոտների նույնիսկ այդ ընթացքում կրակվել է եւ տանկից, կրակվել է եւ D30 եւ մնացած տեսակի ուրեմն զինատեսակներից։ Իհարկե են ամենամեծ զինատեսակները եւ այն ժամանակ 15 թվականի մասին է խոսքը, այն ժամանակ դեռ այսպես կոչված բեսպիլոտնիկներ չէին օգտագործվում, ես կասեի հակառակը, եթե մարդիկ կարծում են, որ այսինքն հակառակը մենք նույնիսկ սկսել էինք օգտագործել, մեր զինվորականները սկսել էին օգտագործել, մեր հատուկ ջոկատայինները սկսել էին օգտագործել ինքնաշեն ուրեմն այսպես կոչված բեսպիլոտնիկներ, ATS-ներ եւ գնալով ինչպես ասեցի, այդ լարվածությունը շատացավ եւ ամեն գիշեր, քանի որ ինքս եմ ներկա եղել շատ դեպքերում, շաբաթը 3 օր գիտեք, որ մենք գործի բերումով անցկացնում էինք դիրքերում, մենք տեսնում ենք, որ գիշերը շատ դիրքերում, համարյա ամբողջ երկայնքով մեկ տղաները ուղակի բառից բուն իմաստով պատերազմի մեջ էին։ Այն քանակի ուրեմն մինամյոտներ եւ կրակահերթեր եւ տարբեր տեսակի դիվերսիաներ, որ տեղի էր ունենում այդ 15 թվականին, գիշերները մանավանդ, գիշերային ժամերի, դա բառից բուն իմաստով պատերազմ էր, ուղղակի հետևակը դիվերսիոն խմբերից բացի չէր անցնում այսպես կոչված պալնամասշտաբի հարձակման, մեկ-մեկ որ ռուսերեն բառեր եմ զինվորական բանում օգտագործում, դա բանակում ընդունված բառեր են, կներեք։ Ինչևէ, ինչ է տեղի ունենում, մեր այդ զինվոր սովորական ժամկետային զինվորները փաստորեն երկար ժամանակ 14-15 թվականին լինելով ամեն երեկո այդ պատերազմական իրավիճակում այնքան են արդեն վարժվել եւ այդ պայթուններին, եւ այդ կրակոցներին, եւ ընդհանրապես պատերազմում գիտեք, պատերազմ գնացած տղերքը գիտեն, որ առաջի օրը վախենալու է, երկրորդ օրը մի քիչ արդեն
ուրիշ է, իսկ երրորդ օրը արդեն դա դառնում է այնքան սովորական, որ կարծես թե ամբողջ կյանքը դրա մեջ է եղել, եւ եթե առաջի օրը ամեն թրխկոցից գլուխդ միգուցե ցածրացնում էիր, հետո արդեն լրիվ ուրիշ է պատկերը պատերազմի ժամանակ։ Մեր ժամկետային զինծառայողները եւ նաեւ սպայական կազմը փաստորեն 15 թվականի ամբողջ ընթացքում եւ 16 թվականի սկզբում բառից բուն իմաստով պատերազմի մեջ լինելով ոչ միայն մարզվել էին, ոչ միայն սովորել էին այդ իրավիճակին, ոչ մի տեսակի պայթուն, կրակահերթ կամ նույնիսկ հարձակում նրանց այլևս չէր վախեցնում։ Ես մի օրինակ կպատմեմ, երբ որ շատ ուժեղ իմ ընկերներից մեկի հետ, շատ ուժեղ եւ սպորտսմեն եւ ամեն ինչով, ոգով ամեն ինչով ուժեղ մի տղաներից, ընկերներից մեկի հետ առաջի անգամ գնացինք դիրքեր, այս օրինակի ինչի համար եմ բերում, որ հետո կասեմ ինչ եմ այս համատությունը անում։ Այս տղան շատ ուժեղ էր եւ մարտարվեստներում եւ ամեն ինչում շատ լավ տղա էր, հայրեն ասել լավ տղա, բայց բանակում չէր ծառայել եւ օրինական չէր ծառայել, ոչ թե ինչ որ փախել էր կամ էսի ինչ, հետս խնդրեց, որպեսզի գա դիրքեր։ Այդ օրը մենք գնացինք դիրքեր հայտնի Մարտունի 3-ի դիրքերից մեկում, երբ որ ճշտեցի, որ հրամանատարը 50-ը գտնվում է դիրքերում եւ այնտեղ շատ թեժ իրավիճակ է, անմիջապես մեկնեցինք նրա մոտ։ Հենց հասանք տեղ, մեքենայից իջանք, անմիջապես մեր կողքը մի քանի հատ ուրեմն մինամյոտ պայթեց, եւ այս հետս եկած տղան ուղղակի քարացավ, մնաց տեղում կանգնած, քարացավ, բառից բուն իմաստով, արձանի նման։ Ոչ կարում էր խոսալ, ոչ կարում էր շարժվել, ոչ կարում էր ուրեմն քարացավ մնաց։ Մեքենայից իջել էր, քայլում էր դեպի դիրքը, անսպասել էր իր համար, ինքը դե կռիվը այդպես չէր պատկերացնում, կռիվը պատկերացնում էր, որ այդտեղ ուրեմն այդ կանտովք են մեզ պահում եւ այլն, երբ որ տեսավ, որ երկնքից ուղակի մահը թափվում է ներքև, այդ վախից նա ուղակի քարացավ։ Ինչի այս համատությունը արեցի, որ հասկանաք, որ պատերով չտեսած, կռիվ չտեսած, կրակոց պայթուն չլսած մարդը ինչքան էլ ուժեղ լինի, սկզբնական շրջանում հայտնվելով նման իրավիճակում կարող է ապրել սարսափելի վախ եւ դա բոլորի հետ կարող է պատահել։ Իսկ մարդը, որ պարբերաբար այդ պայթուններին սովորում է, ես բացատրում եմ մեր զինվորների հոգեվիճակը, իրանց դուխը մարտական եւ այլն։ Դա է իմ ասածիս իմաստը։ Կներեք։ Եվ ուրեմն այդտեղ իհարկե իրան հրամանատարի 50-ի ուրեմն հրահանգով արագ հեռացրեցին, ուղղակի գրկեցին, հետ մցրեցին, եկան հեռացեցին, մնացի ես, ուրեմն վարորդը այդ իմ ընկերը եւ օպերատորը հեռացան, ես մնացի 50-ի հետ։ Արդեն մնաց կարևոր չէ, դեպքերը չեմ պատմում նրա համար, թե ինչ եղավ հետո, ես այդ մարդու հոգեվիճակն եմ պատմում, որպեսզի համեմատեմ այն զինվորականների հետ, այն ժամկետային ծառայողների հետ, որոնք որ արդեն, ինչպես ասացի, 15 թվականին կոփվել էին, սովորել էին եւ պայթուններին, եւ կրակոցներին, եւ ընդհանրապես պատերազմական այդ իրավիճակին։ Դա չէին հաշվարկել այն մարդիկ, ովքեր որ 16 թվականին իմ կարծիքով որոշել էին անեն, ինչը որ չստացվեց, իրենց ուրեմն հանցագործությունը, որ գործում են, այսպիսի տերմին կա, որ իրենից անկախ հանցագործությունը չի հասցրել ավարտին, չէ՞։ Իմ կարծիքով 16 թվականին նույն սցենարն էր մշակված, շատ ավելի արագ, բլիցկրիգ եք ասում, ինչ եք ասում, այդպես որ պետքա տեղի ունենար, որից հետո պետք է մատուցվեր, որ այդ 5 եւ 7 շրջանները եկեք հանձնենք, տեսակ ինչ եղավ, հասան Հադրուտ, հասան ուրեմն Ակնա, հասան Մարտակերտ համարյա եւ ճեղքման ուղիները, ինչպես հիշում եք, համարյա նույնն է եղել, կրկին Մատաղիսի Թալիշի կողմից, Ջրականի կողմից եւ իհարկե ամենակարևոր ուղղությունը Ակնայի կողմից, որ պետքա մոտենային Ստեփանակերտին,
պետքա կանգներ, այո, պատերազմ պետքա կանգներ, ինչ որ հատվածում, հադրութում կարծում եմ իրանք պետքա գային հասնեն մինչև Ձիվյատի, չեմ կարող ամեն ինչը բացատրեմ, հասկացողը գիտի դա ինչ է եւ որտեղ է, Ակնայում գալու են հենց ակնայում մինչև Ասկերան եւ պլանավորված էր Մատաղիսի եւ Թալիշի հատվածում գալ մինչև այն Մարտակերտ գնացող խաչմերուկը եւ իհարկե շրջապատման մեջ էր մնալու մեր սիրելի եղնիկները։ Ինչևէ դա չստացվեց։ Ինչի հաշվին չստացվեց հենց այդ տղաների, հենց այդ ուրեմն սովորական զինվորների, ժամկետային զինծառայողների այդ պատերազմով կոփված, ուրեմն քարացած, պնդացած այդ տղերքի գիտեք, որ 16 թվականին նույն ազգի, կարծես թե ընդամենը մի սերունդ էսկոմ, ինչպես կարող է մեծ այդպիսի տարբերություն լինի, որ ասում են 20 թվականին բոլորը փախնում էին, իսկ այ 16 թվականին ոչ մի դասալիկ չունեցանք, ոչ մի դասալիկ։ Այն դասալիկությունը, որ ես ինքս տեսել եմ, 100 անգամ ասել եմ այս առողջական վիճակից ելնելով 20 թվականին ես ուրեմն առաջնագծում չեմ եղել, հաց ենք թխել մենք, բայց իհարկե այդ գլխավոր ճանապարհի վրա տեսել եմ եւ դասալիկությունը եւ այդ ամեն ինչը իմ աչքով տեսել եմ։ Ես ինչ խոսում եմ հիմնականում այն ամեն ինչի մասին, որ ես ինքս համոզված եմ, քանի որ ինքս տեսել եմ։ Ու ինչ տեղի ունեցավ։ Մի քանի ուրեմն ազնվագույն հայ սպաներ, որ եւ Թալիշի ուղությամբ եւ ուրեմն ջրականի ուղությամբ մասնավորապես կարող եմ երկու անուն նշել, որոնք որ մեծ դերակատարում ունեցան այդ ադրբեջանական այդ բլիցկրիգը կանգնացնելու ուրեմն եւ այդ մշակված պլանը հանձնելու թույլ չտվեցին այդ արդեն նշածս անձնազոհ հզոր ժամկետային եւ պայմանագրային, որտեղ չի կարելի բացառել նաեւ պայմանագրայինները, նրանք այդ ժամկետայինների նման ամբողջ գիշեր այդ պատերազմի մեջ էին, որտեղ գիտեք դիրքեր կան պայմանագրայիններն են պահում, դիրքեր կան ժամկետայիններն էին պահում, նրանք բոլորը ոչ մի ուրեմն դասակարգում ոչ միտեղ մենք չենք ունեցել ուրեմն դասալիկներ, որտեղ բոլորն էլ կոփված էին ասածս այդ 1 տարի տևած գիշերային պատերազմների ժամանակ։ Եվ մի քանի սպաներ իրենց ձեռքը վերցնելով հրամանատարությունը կապի խնդիրը մենք միշտ էլ ունեցել ենք, առաջին պատերազմում մենք հաղթել ենք նաև, քանի որ մեր կապի միջոցները, հայտնի ալինկոները, որը որ գերազանցում էր Ադրբեջանի ունեցած կապի միջոցներին։ Կապը շատ ամենակարևոր ուրեմն բաներից մեկն է պատերազմի ժամանակ։ Եթե ունես ապահով եւ նադյոժնի, կապի միջոցներ, ապա դա ավելի լավ է շատ դեպքերում, քան թե ասենք տոննաներով զենք ունենաս ծերդ։ Կապի միջոցները շատ օգտակար են։ Եվ 16 թվականի եւ մանավանդ 20 թվականին խայտարակ վիճակ էր կապի ոլորտում։ Դա փաստ է, որ ես դա ինձանից չեմ հորինում, դա փաստ է, կարող եք հարցնել ցանկացած զինվորականի եւ ձեզ կասեն այդ մասին։ Բջջային հեռախոսներով եւ կապի այն միջոցները, որ թուրքերը շատ հանգիստ լսում էին, իհարկե պատերազմ վարելը դա ուղղակի ծիծաղելի է։ Ինչևէ 16 թվականի այդ մարտական ոգին, որ մեր տղաները ունեին եւ այդ ուրեմն մի քանի սպաները, օրինակ ես կբերեմ երկուսը, բայց երկուսը չեն եղել, 3-ին կբերեմ, օրինակ Ուրֆանյանը, օրինակ Քյոխը մեր սիրելի, օրինակ Չոլկեն, ես ինչի եմ օգտագործում իրանց այսպես ասած պասիվնոյները, ոչ թե նրա համար, որ ինչ որ որտեղ մարդկանց մոտ ընդունված է այդ անունները, որ մի անգամից ճանաչեն, կարող է ազգանուններով ասեմ Կարեն Ջալավյան, կամ ասեմ Արայիկ Մկրունյան, ոչ մեկ չճանաչի։ Հարավային հատվածում ուրեմն հենց ուրեմն Չոլկեն իր եղբորորդու հետ ուրեմն կենտրոնական շրջանում Ակնայի ուղությամբ, Մարտակերտի ուղությամբ ուրեմն Ուրֆանյանի այդ տղաները Ուրֆանյանի հետ մի գլխավորությամբ
Եվ արդեն ինքս ականատես եմ եղել, տեսել եմ, դա ուրիշի պատմածը չեմ ասում, ուրիշից լսածը չեմ ասում, եւ կան տեսանյութեր, որտեղ ես գիշերով գնում ենք եւ իջեցնում ենք ադրբեջանական, ուրեմն ադրբեջանական զինուժից խլած կարևոր նյութերը հենց քյոխի, ուրեմն քյոխի ձեռք բերած այդ կարևոր միջոցները, որը օգտագործեցին հետագայում ադրբեջանցիներին ճնշելու համար։ Չեմ մանրանում ամեն ինչի մեջ, մի խոսքով, ինչ եղավ։ Քյոխը, Չոլքեն, Ուրֆանյանը, նրանք ուրեմն չսպասելով իրենց, որ պետք է ինչ-որ մեկը հրաման տա, որ ինչ-որ մեկը պետք է ասի, նրանք ուղղակի նետվեցին մարտի դաշտ եւ իրենց այդ անձնազոհ զինվորների եւ ընկերների հետ միասին ջախջախեցին, կանխեցին առաջ խաղացումը։ Եվ արդեն դրանից հետո հիշում եք հայտնի, որ ասում են, որ գնաց Սերժ Սարգսյանը գնաց Արցախ, ասեց կամ պատերազմ, կամ ուրեմն շրջանները պետք է հանձնենք, պատկերացրեք, թե եւ Սերժ Սարգսյանին այնտեղ չընդունեցին, այսինքն չընդունեցին, որն այդ առաջարկը չընդունեցին, ասացին, որ մենք կկռվենք, բայց չենք հանձնի ոչ մի բան։ Պատկերացրեք ոնց է լինելու այդ խոսակցությունը, եթե թշնամին եկած ելներ 20 թվականի նման արդեն Հադրութի, Ստեփանակերտի, Մարտակերտի եւ այլ ուրեմն կարևոր կեթերում արդեն նստած լինեն, եթե իրանց մոտ ստացվեր ապրիլյանի այդ պլանը, որը որ ոչինչով չէր տարբերվում 20 թվականի, ասեմ ձեզ, զինատեսակներով տարբերվում էր, մասնակից պետությունները Ադրբեջանի կողմից տարբերվում էր, բայց պլաններով եւ իր ուժգնությամբ եւ այլով չէր տարբերվում։ Մի խոսքով, ինչ տեղի ունեցավ։ Օրինակ, որ քյոխը մտավ, քյոխը ոչ Թալիշում էր ծառայում այդ ժամանակ, ոչ էլ ծառայում էր ուրեմն եղնիկներում։ Այսօր այս սրիկաների, լրատվամիջոցների եւ ուրեմն մարտի դաշտից փախածները, գիտեք, ինչպես են կոպիտ ժողովրդական բառով ասած, կուչկվում իրար գլխի, ասենք 4-5 հոգի մարտից փախնում են, եւ որպեսզի իրենք պայմանավորում են իր հետ, որ ոչ մեկ չիմանա, որ փախել ենք, եւ ինչպես որ հայտնի ասացվածքում կա, առաջինը գողին մատնանշում է, ասում է բռնեք գողին, հենց գողը։ Եվ արդեն սկսում են հեքիաթներ ու պատմություններ հորինել մարդկանց մասին, քանի որ մեզ այս իրավիճակին հասցնելու համար պետք էր ուրեմն բարոյազրկել բոլոր հեղինակություններին, բոլոր հզոր հրամանատարներին, զինվորներին, մի խոսքով չթողել ոչ մի հերոս, ոչ մի ուրեմն ավտորիտետ, այսպես ասենք, հա, էլի ժողովրդական լեզվով, որը որ վայելում է ինչ-որ մի քանակի մարդկանց ուրեմն հարգանքը եւ որոնք պատրաստ են այդ մարդու կոչով նորից դուրս գալ, զենքը ձեռքին կանգնել եւ ազատագրել երկիրը։ Հիմա էլ այդ ուրեմն տարբեր տեսակի այդ սատելիտները, սրանց բերողների եւ սրանց ինչ են անում, եթե որևէ մեկը կա, նրա մասին ուրեմն այդ հեքիաթները պատմում են առանց որևէ կարևոր չի, որ որևէ փաստ ներկայացնեն, խեղաթյուրում են ուրեմն իրադարձությունները, տեղի ունեցած ու բացարձակ սուտը, որ մի քանի անգամ սուտը ասում ես, որ մարդկանց համար իրականություն է դառնում, տարածելով արժեզրկում են բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն հետևորդներ, թողնելով միայն հավաքելով իրենց այդ սատելիտների, իրենց այդ հաճացող շների եւ այլի շուրջը, այդ բարոյազուրկների շուրջը այն մասային, որը ուղղակի սիրում է լսել ուրիշի մասին միայն վատը։ Եվ իրենց այդ ճղճի էությունը դրանով է միայն, այսպես ասած, սփոփվում, հա, ինքի ճղճին լինելով, որևէ մեկի մասին, որը հարգանք ունի, լսում է վատ բան, եւ դրանից ինքը ուղղակի լավ ազգում եւ չի թաքցնում իր այդ ճղճին վիճակը, մի քանի հայհոյանքներ ինքն է ավելացնում ու չի ասում, որ ինքը իր կնոջ կամ իրենց բացկաթորի տակ թաքնվել եւ երբեք սկի ոչ միայն պատերազմ Արցախել չի գնացել։ Ինչևէ, ինչ տեղի ունեցավ Ուրֆանյանի, նախ ասեմ, որ սկսենք
116-ից ես մի քանի անգամ խոսացել եմ այս մասին, քանի որ պատերազմից անմիջապես հետո ես կարողացա գնալ 116 դիրք եւ զրուցել ողջ մնացած 3 զինվորներից երկուսի հետ։ Եվ ձայնագրել եմ ես այդ խոսակցությունը, կա իմ մոտ, մի երկու անգամ էլ դրել եմ, տեսել եք։ Եվ այն պատմությունը, որ նրանք պատմեցին, ականատեսները, ասենք, ականատեսներին չենք լսում։ Ու նույն Նիկոլի թիմում հետագայում շատ լավ աշխատած մի լրագրող ինչ-որ մեկի գրած այդ սուտ պատմությունը, հա, այս դիրքը վերցնողի, ուրեմն, այս դիրքը հանձնողի մեր այս կոմենկոմ այդ սուտ պատմությունը, որ ինչ-որ լրագրող ուղղակի հորինել գրել էր Facebook-յան իր էջում, դարձեցին իրականություն եւ մատուցեցին մեզ որպես Ռոբերտ Աբաջյանի հերոսություն, եւ ես մի քանի անգամ պատմել եմ իրականությունը, որտեղ Ռոբերտ Աբաջյանի կատարածը ոչ թե այդ հորինված պատմություն, այլ շատ ավելի հզոր, շատ ավելի մեծ զոհաբերություն նա արել եւ մեծ հերոսություն ցուցաբերել եւ այո արժանի է նա ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի հերոսի կոչման եւ բոլորը Ուրֆայնանից բռնած այնտեղ զոհված 4 մեր հայորդիները եւ մեր եզդի եղբայրը նրանք պետքա այո իրենց գործած ուրեմն հերոսության համար միայն պատկերացեք որ գիշերը արդեն երեկոյան ժամը 11-12-ից այնտեղ սկսվել է հարձակում եւ մինչեւ առավոտյան 6:30 եղել է 3 հզոր հարձակում եւ այդ տղաները 7 հոգով 3 անգամ հետ են, այսինքն 2 անգամ լրիվ հետ են մղել եւ նրանց վրա նորից են հարձակվել արդեն 3-րդ անգամ երբ որ նրանց մոտ ուրեմն զինմթերքը ավարտվել է վերջացել է նրանք ուրեմն դիրքը մի քանի րոպեով ասեմ թե ժամով ասեմ թուրքը ներխուժել է այդ դիրք եւ հետո իհարկե դիրքը նորից ազատագրվել է եւ այդ ազատագրվելու պատմությունն էլ է լրիվ խեղաթյուրված ասեմ ձեզ այդ հեքիաթները ինչպես առաջին պատերազմի ժամանակ ինչպես բոլոր պատերազմների ժամանակ այդ հեքիաթները հորինում են այդ հեքիաթասացները չնայած նորից եմ ասում իրական պատմությունը շատ ավելի հերոսական եւ շատ ավելի հզոր է նախ ինչի դա հորինվեց ինչի կարծում եմ ուրեմն հերոսի կոչում տրվեց Ռոբերտ Աբաջյանին շատ շտապ նորից եմ ասում նա այն ինչ որ ինքը արել է այնտեղ իրական պատմությունը որ կա իմ էջերում փնտրեք գտեք վիդեոով ես դրել եմ եւ ականատեսների պատմություններով շատ ավելի մեծ հերոսություն է արել նա եւ ինչպես ասեցի արժանի է նաեւ Հայաստանի ընդհանուր ուրեմն հերոսի կոչման բայց ինչու այդ խեղաթյուրված պատմությունը ինչի այդ սուտ պատմությունը եւ ինչու այդքան արագ զինվորին սովորական շարքայինին հերոսի կոչում են տալիս միգուցե սա արդեն իմ ասում եմ իմ կարծիքը միգուցե նրա համար որպեսի իրական պատմությունը որ ասեն տեսեք զինվորին հերոս են տալիս սովորական ժամկետային զինծառայողին հերոս են տալի ինչ եք ուզում եւ չխորանան եւ չհասնեն թե ոնց եղավ որ ժամը 11-ից այդ 7 տղաները կռվում էին մինչեւ առավոտվա 6:30 եւ մի հոգի նրանց օգնության չի ասել ով է հրաման տվել որ նրանց չօգնեն ով է նրանց թողել միայնակ թշնամու զորքի գումարտակի դիմաց տեխնիկայով հարձակման դիմաց դա դիվերսիա չի եղել 3 անգամ հզոր հարձակում ա եղել եւ ինչու ժամը 11-ից մինչեւ առավոտվա 6:30 այդ տղաներին մի հոգի օգնության չի հասել ում հրամանով ում կարգադրությամբ միգուցե դրա համար էլ հենց այդ հերոսի այդ պատմությունը այդ ամեն ինչը հորինվեց որպեսզի այդ հարցերը չառաջանան թեկուզ հենց հերոսների ծնողների մոտ եւ նույնը ասենք Թալիշում նույնը Մատաղիսում եւ Թալիշում ինչու պետք է ասենք Սխավանդից քյոխը գա տանկերով եւ ազատագրի 14 կիլոմետր եկանքով գրաված ուրեմն դիրքերը ինչու այնտեղ քանի որ նահանջ չի եղել եւ ինչու այնտեղ այդ հակահարձակումը ավելի շուտ չի կազմակերպվել եւ ինչու չեն գնացել միջև վերջ
եւ ինչու կանգնեցվեց պատերազմը, քանի որ այո, իրոք կար հնարավորություն ազատագրելու բոլոր նրանց կողմից ձեռք բերված դիրքերը եւ հարավում եւ ուրեմն հյուսիսում եւ անպայման պատերազմը կանգնացնելու այդ 4 օրը կանգնացնելու, երբ որ պետքա լիներ արդեն հզոր հարձակումը, ես հիշում եմ ինչպես էին ցնծում բոլոր զինվորները ժամկետայինից բռնած սովորական օֆիցերներով վերջացած, երբ իմացանք, որ առավոտյան հակահարձակման ենք անցնելու եւ ազատագրելու բոլոր ուրեմն գրաված դիրքերը, դեռ մի բան էլ առաջ ենք գնալու։ Այդ ինչուների պատասխանը ես հիմա չունեմ։ Ես ուղղակի ցիտում եմ այն ամենը, ինչ ականատես եմ եղել, նորից եմ ասում։ Հարավում մնացած հարավին չեմ անդրադառնում, չնայած իմանալով, որ Չորքեն իր եղբորորդու եւ մի քանի այդպես հերոս տղաների հետ գնում են, եթե չեմ սխալվում, 118 դիրքում կանգնում են ու հանգիստ առաջ գնացող ուրեմն տանկերին ու BTR-ներին ուղղակի խոցելով, կոտորելով կանգնացնում են առաջ խաղացումը։ Եվ կրկին գիտեն, որ այնտեղ չեն ուղարկել հատուկ, այլ ինքը անձամբ, ինչպես եւ Քյոխը եւ մնացածը, իրենք են որոշել գնան եւ անցնեն հակահարձակման, չսպասելով հակահարձակման հրամանի։ Իչևէ, այդ ամենը ես հիմա ասում եմ կրկին նշեմ, որովհետեւ գիտեմ, որ ավել պակաս հաչալու են, խոսալու են շատերը, հենց նույն այդ մեդիա դաշտի ղեկավարվող այն ժամանակվաններից սկսված, ի սկզբանե սկսված այդ կառավարվող մեդիա դաշտը եւ մնացած ուրեմն սատելիտները, տարբեր տեսակի հաչող շները, որց կապ չունի, այդ ամեն ինչը ուրեմն փորձելու են հարձակվելով եւ իմ անձի վրա եւ իմ ասածները հերթական հեքիաթ են պատմելու, սա դիրքերն ա նկարել տվել ուրեմն թուրքերին կամ էս արել կամ թուրքին տարելա բան, ինչա աղավնո, երբ որ կան բոլոր փաստերը այդ ամեն ինչը ժխտող, թե ինչպես է այդ ամեն ինչը եղել, մարդիկ չեն մեռել, կան հարյուրավոր մարդիկ են, մի հոգի չի, երկու հոգի չի, թե ինչու էր պետք այդ օրը Անդրանիկ Չավուշյանին գյուղապետին ուրեմն եւ ինձ միամիտ այնտեղ հայտնված այդ պահին, երբ որ բերեցին դրանց ուրեմն կրկին չէին կարող թուրքին բերել աղավնո, իմ փեսան չկարողացավ մտնի աղավնո, որովհետեւ մեքենայի մեջ ձայնագրող սարքեր կային, եկել էր իմ հետևից, որ ես արդեն պետք է գայի Երևան։ Ոնց եղավ, որ այդ ռուսների BTR-ը հայկական պոստը անցավ ու իրենց հետ բերեց այդ թուրք ժուրնալիստին եւ նրա ուրեմն օպերատորին, դա էլ առանձին հետաքննության հարցա լինելու, երբ որ Հայաստանում կիշխեն հայերը։ Ես հավատացած եմ մի օր այդ կգա ու այդ բոլոր հարցերի պատասխանը կստանանք։ Ինչևէ, ինձնից չխոսանք, խոսենք, ես օրինակը բերեցի, թե ինչպես են իրականությունը ճնշում անմիջապես հարձակում գործելով իրականության մասին խոսացողների վրա եւ փորձելով նրանց ասածները արժեզրկել։ Եվ այդպես, ինչ տեղի ունեցավ, այդ կռվող տղաները, որ խանգարեցին այդ դիվական պլանը 16 թվականին, նույն այդ դիվական պլանը, որ իրականացրեցին 20 թվականին, բերելով եւ այնտեղ նստացնելով իրենց սիրելի ուրեմն ստորաքարշ ողորմելիներին, որոնք որ կանեին ցանկացած թուրքի ուրեմն ցանկություն, ինչը որ տեսնում ենք այսօր տեղի ունենում։ Եվ այսպես ինչ եղավ։ Բանակը խանգարեց 16 թվականին, անկախ ցանկացողներից, որ դա տեղի ունենա, եւ թույլ չտվեց, որպեսզի իրենց այդ դիվական պլանը իրականացնեն։ Ուրեմն ինչ պետք է անել, ուրեմն պետք է այնպես անել, որ բանակը, այդ հզոր բանակը, այդ հզոր տղաները նույն մարտական ոգին չունենան։ Պարզ է, որ նրանք պետք է 1 տարվա մեջ այդ տղաները փոխվում են, սերնդափոխություն է տեղի ունենում, գալիս են հաջորդները եւ ինչ արեցին։ 18 թվականից սկսած 2 տարի ոչ մի կրակոց սահմանին չէր լինում։ Դա պայմանավորված չէ նրանով, որ այնտեղ Աշոտ Փաշինյանն էր կարծեմ, հա, որ ասում են, քանի որ ինքն դե ծառել, ոչ, դա մանրուք է, դա
անիմաստ է այդպես բացատրել, որ ամբողջ երկայնքով սահմանի, այնպես չի, որ Աշոտ Փաշինյանը, ասենք, ամբողջ օրը դիրքում կանգնած սահմաններ պահում, ծառայում էր, գիտենք որտեղ էր ծառայում, դրա մասին չեմ ուզում խորանամ, բայց իրական պատճառը ինչու՞մ էր, որպեսզի մեր ժամկետային զինծառայողները 18 թվականից 20 թվականի, այսինքն ամբողջ սերնդափոխություն ա եղել, 16 թվականի ծառայողները, նույնիսկ սալագաները, նորեկացները արդեն գնացել են տուն, լրիվ նոր սերունդ է, իսկ կրակոցների եւ պայթունների այդ սովոր սերունդը չկա, նույնիսկ զորավարժությունները դադարեցին, կարգին զորավարժություններ չեն լինում, ես այդ ամեն ինչին լավ տեղյակ եմ, եղած զորավարժությունները ձևական ստից բան էր, այլ բանակում զորավարժությունները, պայթունները եւ այդ մարտական ոգու բարձրացնելը փոխարինվեց խաշով, խորովածով, բանանով ու գլուբնիկով, ելակով, հա? Եվ այդտեղ ուրեմն բանան, գլուբնիկ, շոկոլադ, խաշ, խորոված եւ թույլատրված հեռախոսներ, հիշում եք հեռախոսները թույլ տվեցին, ամբողջ օրը տունը սիրածի հետ խոսացող զինվորին բերեք համեմատեք, եւ դրանք երեխաներ են, 18 տարեկան դրանք մեր երեխաներն են, եւ ինչպես որ դու երեխաներին պատրաստում ես, այնպեսին էլ նրանք դառնում են, կռվի մարտական իրավիճակին, պայթունների, զորավարժություններին, թեկուզ եթե թշնամին չի էլ կրակում, ապա հաճախ զորավարժություններ, կրակոցներ, պայթուններ, զորավարժությունների ժամանակ մարդը սովորում է, իսկ դրա փոխարեն խորոված խաշ, կլուբնիկ, բանան ուտելով, ուրեմն աֆիցերներին զրկելով զինվորների հանդեպ որևէ ուրեմն կոշտություն ցուցաբերել եւ այլն, այդ ամեն ինչին գումարում ենք նաեւ, ինչպես ասացի, հեռախոսները, ուրեմն անընդհատ կապ ծնողների հետ, խոսալ, խոսակցությունները լսվում են իհարկե, թշնամու կողմից ամեն ինչ տեղեկանում են, թշնամին էլ հատուկ չի կրակում, որպեսզի մեր զինվորները ուղղակի փափկեն, փափուկ լինեն, փոխաբերական իմաստով փափուկ լինեն, եւ ինչպես իմ ընկերոջ օրինակը բերեցի, պայթուններին, կրակոցներին անսովոր մարդը հայտնվելով պատերազմական իրավիճակում, պարզ է չէ, որ լրիվ ուրիշ ձևով է իրեն դրսևորում, եւ դա մեր 16 թվականի տղաների եւ 20 թվականի տղաների լավ ու վատի մասին չի խոսում, բոլորովին, նրանք նույն երեխաներն են, մեր երեխաներն են, կապ չունի, դա խոսում է, թե ինչի են իրենք պատրաստ այդ պահին, ոչ իրենց մեղքով, այլ հենց ծրագրով այդ ամեն ինչը մշակած, այդ ուրեմն ստորաքաշ թրքահապատակների ուրեմն միտումնավոր արած այդ տեխնոլոգիաներով, ինչպես կարողացան, ու էլի կրկին, ինչպես ես ասացի, 1-2 օր է տևում, եւ մեր զինվորականների շատերը, մեր այդ մատխաշ սերունդից շատերը, անկախ նրանից, որ ամեն ինչ արված է, որ կրկին շատ արագ տեղի ունենար այդ կապիտուլյացիան, նրանք կրկին առանց հրամանատարների, շատ դեպքերում փախած հրամանատարներով եւ այլն, նրանք էլ էին փափկել, այդ հրամանատարներն էին դարել, շատ դեպքերում իրենք իմանալով 16 թվականին ով իրեն ինչպես է դրսևորել, նրանցից շատերին, ովքեր որ հայտնի չէին, օրինակ քյոխը հայտնի էր, քյոխին հանելը, քյոխին ուզում էին դատեին, գիտեք չէ, 16 թվականի համար սկզբից ուզում են դատեն, հետո ժողովրդի մեծամասնության ճնշումով էր, որ նրան մարտական խաչի ներկայացրեցին, ոչ թե իրանց աչքի լույսն էր, որ ինքը կոպիտ ասած ինքնագլուխ գնացել էր 14 կիլոմետր ազատագրել էր իր ընկերների, զինվորների եւ այլոց հետ։ Նույն պատմությունը ուրեմն հա, ինչ էի ասում, 16 թվականին իմացան, որ զինվորականները, մանավանդ որ սպայական կազմից ովքեր որ անznորաբար կռվել են 16 թվականին, նրանց հերթով սկսեցին հեռացնել բանակից, տարբեր պատճառներով, թոշակի ուղարկելով, ժամանակից շուտ նրան ուրեմն ասելով, որ դիմում գրի հեռացի, ես դες պատմել եմ, որ ինչպես նրանցից մեկը հենց հունվարի սեպտեմբերի 26-ի երեկոյան իմ մոտ վրդոված եկել էր անցնում էր եւ մտավ մեր ուրեմն Արի ռեզորտ եւ այնտեղ ճանաչեցին, նստեցին, խոսացինք եւ ասեց, որ վրդոված գնում է, որպեսզի
Դավիթ Տոնյանից պարզի այդ ինչի է ինքը 16 տարվա ծառայող 16 թվականին էլ արիության մեդալ ստացած եւ այլն իրեն ինչի են ստիպում դիմում գրել չեն էլ թող տալիս որ 4 տարին լրանա 20 տարին որպեսզի գնա զինվորական թոշակի եւ պատմեց որ իր հետ 30 հոգու էլ այդպես հեռացել են սեպտեմբերի 26 հաջորդ օրը այդ գիշեր պատերազմը սկսում է հիշեք մի խոսքով ահա թե ինչ տեղի ունեցավ եւ ահա թե ինչ տեղի ունեցավ 20 թվականին արդեն ինչպես ասեցի բանակի մարտական ոգին քանդած եւ բանակը բարիս բուն իմաստով ուրեմն թուլացրած եւ թշնամու հետ իմ կարծիքով պայմանավորված ես բերեցի համեմատություն արեցի 16 թվականը 20-ի հետ եւ համոզված եղեք որ իմ կասկածները հիմքեր ունեն նորից եմ ասում սրանք իմ կասկածներն են հիմք ունեմ կասկածելու որ այս ամեն ինչը պլանավորված էր 16 թվականին եւ իրենց կամքից անկախ սա չստացվելով հենց ստեղծեցին այն իրավիճակը որպեսզի 20 թվականին արդեն դա տեղի ունենա այսքան է այսօրվա համար դեռ այս թեմաներով կշարունակեմ խոսեմ նաեւ 20 թվականի տեղի ունեցած դեպքերի մասին չնայած 16 թվականի հետ համեմատած նորից եմ ասում 20 թվականը արդեն ոչ թե շատ մեծ մասը իմ աչքից տեսածով այլ այնտեղ այն մարդկանց հետ դե զինվորականության հետ իմ շփումները շարունակում են շատերը իմ ընկերներն են եւ սպայական կազմից եւ զինվորներից եւ մենք էլ ենք ունեցել ջոկատ ես ինքս չեմ եղել առաջնագծում բայց մեր ջոկատը եղել է առաջնագծում մենք մեր տղաներից զոհեր ենք ունեցել եւ ուրեմն եղնիկներում եւ մեր շատ սիրելի իմ ընկերներից մեկը իր որդու հետ պատերազմի ժամանակ կռվում էր որդու հետ կողքի նա զոհվեց մյուս ընկերոջս որդին զոհվեց իր գրկում այդ մարդիկ կան այդ ամեն ինչ կա այդ փաստերը կան նորից եմ ասում մնում է որ մի օր մենք ունենանք հայկական իշխանություն եւ այս բոլոր փաստերը հանվի ջրի երես ոչ թե ես կամ իմ նման մեկը խոսի այ հայդատի առաջ կանգնեն բոլոր այդ սրիկաներն ու դավաճանները որ այս արհավիրքը բերեցին մեր գլխին ես հույսս չեմ կորցնում հայ ազգը մեր հայ տղաները մեր երիտասարդությունը վատը չի դա ձեզ նույնպես խաբում են նորից եմ ասել 1000 անգամ ասել եմ այսօր ճիշտ հրամանատար կանգնի ու ասի առաջ գնում ենք ոտքով քարվաճառով մինչև Մարտակերտ 10,000 հոգի կանգնի այդ հրամանատարի մեջքին ու իրար հետ կգնան բայց նման հրամանատարներին հիմա արժեզրկում են նրանց մասին ուրեմն հայտնի ուրեմն դավաճանների մասին ոչ խոս չի խոսում բայց հանկարծ որ տեսնում են մեր ասենք օրինակ գլխը որ հայտնվում է միտեղ մի բառը ասում անմիջապես տեսեք ոնց են հարձակվում եւ փորձում արժեզրկել մեր ուրեմն զինվորականներին եւ իհարկե հայտնվում են մարդիկ այսպես ասած ապացուցողներ որ տեսեք ինքը սենց ինքը նենց եւ ինչպես ասեցի այդ ապացուցողների մեծ մասը հենց դիրքերից, պատերազմից, ռազմաճակատից թռածներն են եւ իրենց հորինած պատմություններով հենց փորձում են թաքցնել իրենց ճղճիմությունը։ Այդքանը, առայժմ այսքանը խոսենք արդեն հաջորդ անգամ խոսենք ավելի շատ 20 թվականի եւ մինչեւ 20 թվականը ուրեմն այդ ժամանակաշրջանի 18-ից 20 թվական ինչը որ հնարավոր է։ Բարի գիշեր։